Հայաստանի եզդիական գյուղերում կրթական ոլորտը սուր խնդիրներ ունի։ Դրանք գրեթե նույնանման են, ինչ հայաբնակ համայնքներում, սակայն կան խնդիրներ, որոնք բնորոշ են հենց եզդի համայնքին։ Կրթական խնդիրներն ավելացել են հատկապես համայնքների միավորումից հետո։ Դպրոցներ կան, որոնցում եզդիերենը շաբաթական 1 կամ 2 ժամ է դասավանդվում, եւ եզդի աշակերտները ըստ էության ոչ նորմալ հայերեն են սովորում, ոչ էլ եզդիերեն։ Ազո Բրոյանը մտահոգ է, մանկահասակ որդին եւս այս խնդրին է բախվելու շուտով։ Բրոյանն ասում է, անհրաժեշտ է դպրոցներում դասաժամերն ավելացնել։ Այնպեսի ուսումն չեն տալում, որ իրականում օրինակ տրվում է եվրոպական կամ մեկ այլ պետությունում, ես ոչ էլ ուզում եմ քավլիցի համեմատեմ այդ ամեն ինչը, մեր երկիրը հիմա ունի այն ինչ որ ունի ու շատ տեղերում ավելի լավ է, բայց այդ դասապրոցեսների հետ կապված եթե մի փոքր ավել լինի ու գրքերն ավելի մատչելի ու հասանելի կերպով մատուցվեն երեխաներին, ապա ես լրիվ կողմնակից եմ դրան։ Երեխաներն առանց այն էլ, երբ գնում են դպրոց, արդեն իսկ ինտեգրման խնդիր են ունենում, փաստում է ազգային ժողովի եզդի падգամավորը, իսկ աղջիկների մեծ մասը լիարժեք կրթություն չեն ստանում։ Հատկապես գյուղաբնակ հատվածներում երեխաներին թույլ չեն տալիս միջնակարգից հետո բարձրագույն կրթություն ստանալ։ Շատ քչերին է հաջողվում կասրատիպեր կոտրել։ Նրա խոսքով դպրոցներում քիչ դասաժամելից հետո երկրորդ մեծագույն խնդիրը մանկավարժների բարձրագույն կրթություն չունենալն է, ինչը եւս հաղորդակցման խնդիր է առաջացնում, իսկ երրորդ խնդիրը ուսուցիչների պակաս։ Խնդիր նաև տղաների մասով կա, որովհետև նաև տղաները իրենց դպրոցական կրթությունը կիսած թողնելով անցնում են աշխատանքի եւ օգնում են իրենց ծնողներին եւ այստեղ տղաներն էլ կրթություն ստանալու խնդիր են ունենում։ Խնդիրները կարգավորելու համար միակ լուծումը ըստ падգամավորի եզդիական դպրոցի հիմնումն է, որտեղ միայն եզդիերեն կուսուցանվի։ Падգամավորն ասում է, խնդրի մասին բարձրաձայնել է, օրենսդիրում, գործադիրում տեղյակ են, բայց խնդիրը մնում է դեռ չլուծված։